Երաշնոր, հոգեշնոր, արժանապատիվ հայրեր, բարեշնոր սարգավակներ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ։ Այս օրերին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին գումարվող երագույն հոգևոր խորհրդի ժողովներին մասնակցելու համար Մայրաթորը ժամանել մեր եկեղեցու նվիրապետական աթոռներից Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք ամենապատիվ Տեր-Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Եվ այսօր բարեպատիվ առիթ ունենք ունկնդրելու պատրիարքոր պատգամը։ Բարի եկել պատրիարք հայր, սիրով հրավիրում ենք ձեր հորդորը պատգամն ու օրհնությունը փոխանցելու մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ հոգեշնորհ լուսարարաբեդ Հայր Հարություն, բեհապարդեր քերաշնորհ հոգեշնորհ արժանապատիվ հայրեր, բարեշնորհ սարգավակներ, սիրելի եղբայրներ և քույրեր, գոհություն և փառք ու դամաստուծո, որ այս առիթները գնձայե մեզի առնվազն տարին 2 անգամ գուքանք և այս տաճարին մեջ մեր պաշտամունքը կկատարենք։ Փախտավոր եք դուք, որովհետև ամեն անգամ, որ գմտնեք այս տաճարը Սուրբ Գրիգոր Լուսավորիչին դրված այդ աստվածադուր դեսիրքին մասնագից կդառնաք։ Դեսիրքը, որ երբեք չէ լմնցած, դեսիրքը, որ միշտ կշարունակվի։ Այսինքն, երբ որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Դրդատ թագավորը այս տաճարը հիմնեցին, այս նյութական տաճարը լմնցավ, սակայն իրենք և մենք շատ լավ գիտենք, որ Էջմիածնի տաճարը ամբողջ հայության մտքին և սիրտին մեջ կմեծնա և կգերդվի։ Հետևաբար այս տաճարը մագնիսն է, որ կքաշե մեր բոլոր էությունը իրեն, մեր աչքերը ուղղված է Մայրաթոր և ամենայն հայոց կաթողիկոսին բեհապար հայրաբեդին։ Ես շնորհակալ եմ Մայրաթորի միապանության, որ ամբողջ մեզի համար պատրաստ կբահեն այս Մայրաթորը, կուքանք կմփոշնենք այս հրաշալի մթնոլորտը։ Քերակույն հոգևոր խորհրդի ժողովներուն մաս կազմելու համար կուքամ մեր եկեղեցու գարկմը էական խնդիրները գարնենք, սեղան կբարգեցնենք, կխոսենք, որոշումներ գարնենք, որովհետև եկեղեցին ապրո եկեղեցի է, խնդիրներն ալ պետք է լուծումներ գտնեն, այնպես որ աղոթեցեք մեզի համար, որպես Աստված խոր իմաստություն շնորհե քերակույն հոգևոր խորհրդի անդամներուն, որպեսզի հայ առաքելական եկեղեցի համար այս տարուն պատրաստեն ճանապարհը։ Այսօր եկեղեցու օրացույցով արտաքսման գիրակի է, մեծ վահքի գիտեք անուններ կա, Փարեգենթանը մեր թրախտի մեջ Աստուծո հետ ունեցած այդ լավ կյանքը կխորհրդանշեր, իսկ այս գիրակին թրախտեն արտաքսվելու, հեռացվելու, վդարվելու խորհուրդը գուցե որ եկեղեցին մենք լավ հասկանանք։ Ծնունդոց առաջին էջերուն մեջ գրված Ադամ և Եվայի պատմությունը թերևս աշխարհի ամենեն հռչակավոր պատմությունն է և ոչ միայն առաջին մեղքը մենք կգարթանքոն, բոլոր մեղքերուն, մեր մեղքերուն, փոքր կամ մեծ մեղքերուն նախադիպարն է, պրոտոտիպն է այս անգումը։ Այսօր մասին չեմ ուզեր բոլոր մանրամասնություններով խոսիլ, բայց ես կուզեմ այս խոսքից մեջ անդրադառնալ սա հարցումին։ Ադամ և Եվային համար թրախտից ավելի թանկագին, ավելի կարևոր, ավելի էական, ավելի գրավիչ ինչ էր, որ թրախտը գործունեելու, անմահությունը գործունեելու քինով իրենք մեղք գործեցին, այդ արգելված դուդու գերան։ Օծը ինչպես հրաբուրեց, ինչ արթունցուց անոնց մեջը, որ իրենց ցերքով շբրդեցին Աստված, անմահություն,
որովհետև թրախտը միայն քեեցիկ բարդես չէր, անմահ էին, թշնամի չունեին, Աստուծո ընկերությունը գվայելեին բարդեսին մեջ, ուրեմն ինչ էր այսքան քրավիչը։ Իմ հարցումս այս է եւ այս կարծ քարոզին մեջ պիտի չանանք գտնել մի քանի պատասխաններ։ Ուրեմն Սատանան գսե որ եթե այս բուդուխեն ուդեք Աստուծո պես պիտի լակ։ Նայեցեք որքան քեեցիկ է։ Ջինը գսե բայց Աստված արգելած է եթե ուդենք պիտի մեռնենք անասուններուն պես պիտի լանք։ Սատանան գսե որ չէ գսե եթե այս ծարի բուդուխեն ուդեք ծեր աչքերը պիտի բացվին Աստուծո պես պիտի լաս։ Եվ գերթա Սատանան չստիբեր բայց միտք մը գտնե մարդոց որպես Աստուծո պես լալ։ Հիմա Աստուծո պես լալ իրենց դարօրինակ քաղաքարմը չէր։ Իրենց ստեղծագործության մեջ արդեն Աստուծո պատկերով եւ նմանությամբ ստեղծվեցան։ Աստված բարդեսի մեջ որպես երրորդ անձը իրենց հետ կշրջեր եւ իրենք լավ հասկացած են որ Աստուծո նպատակներ Աստվածներու վերածել իրենց։ Խնդիր չկար։ Ուրեմն Սատանան նոր ինչ բան գսե որ Աստուծո պես պիտի լակ եւ այդ Աստուծո պես լալը իրենց աչքին մեջ քրավիչ է։ Ուղղափառ աստվածապանության հիմնական կոնցեպտներն է թեոսիսը, աստվածացում, այսինքն մարդը Աստուծո հետ միանալով գաստվածանա, Աստուծո հանգամանքները յուրացնե։ Մենք հիմա չենք կնար երևակայել հարություն առնելը հետո մենք ինչ էություն պիտի ունենանք։ Այսինքն այս խաչը մեդալիա է իր մեջը գրակ չունի։ Ինչպես գրնա գրակ ըլլալ, երբ որ գրագին մեջ կտնեք եւ գսկսի գրագի հանգամանքները այս մեդաղին անցնելու ինքնալ գրակ կդառնա։ Ուրեմն մարդը Աստուծմով աստվածանալու համար ստեղծված է։ Աստվածային գրագին մեջ մարդը հետսեդե իր հանգամանքներով Աստուծո վերածվի։ Գոշտ օրինակ պիտի լա, բայց պիտի դամանիկա որպես լավ հասկնակ, երբ որ համագարկիչ կքնեք շուգայեն, գփանակ, գիտեք որ անիկա շատ պոտենցիալներ ունի։ Հետո անիկա երբ որ ինտերնետին գգաբեք, հոնդե Google-ը իրեն գնմանցնե ծեր անձնական համագարկիչը։ Անգե բոլոր հանգամանքներ, հատկություններ, զորություններ այդ ինտերնետի միջոցով ծեր անձնական համագարկիչին կանցնի։ Ուրեմն մարդուն աստվածացումն ալ այդպես է, այսինքն մարդը ստեղծվեցավ որպես Աստծո հետ միանա եւ այդ միության մեջ են իրեն անցնի հատկություններ եւ կարողություններ։ Շատ լավ Ադամ եւ Եվան գիտեր ասիգա, Սատանան ալգսը Աստուծո պես պիտի լակ եւ անոր մեջ Սատանան շատ կարևոր բան մը գսե եւ մեզի գսե մեր բոլոր մեղքերուն մեջ որ փանալին է։ Սատանան գսե որ Աստուծո պես լալ քու վրատ Աստված չունենալն է։ Այսինքն քեզի հրամայելիք մեկը պիտի չլա։ Տուն ինքդ ուզածդ պիտի ունես։ Աստված այդպես սերը, այնպես սերը, ինչ կարևոր է, քանի որ ազատություն ունիս, ըրե այն բանը ինչ որ գուզես տուն։ Քու եսդ աստվածացուր, առանց Աստուծո։ Ուրեմն մարդուն շատ քրավիչ երևցավ ասիգա, եւ միշտ քրավիչ երևի մեզ։ Այո, մենք հնազանդի երբեմն ստիպված ենք, բայց վախի պատճառով շատ հաճախ։ Երբ որ այդ վախը վերանա մեր վրայեն, այնադեն ինչպես արագը գսե, երբ որ գադուն հերանա դունեն, մուգերը տոն գսարկեն։ Ուստի սիրելիներ, մենք տրախտեն գարդակցվինք Աստուծո պես ըլլալու առանց Աստուծո։ Արավոտյան ժամերկության մաղթանք մգա,
օրհնեցեք ամենայն արարածք, զարարիչն արարածոց, ըստ դերն դերանց, ըստ թագավորն թագավորած, զաստվածն աստուծոց, օրհնեցեք, քովեցեք, բարեփանեցեք, զի քաղցրե, զի հավիդյան է ողորմություն նորա։ Մի Սամոսից վերցված այս աղոթքը ինչ կսե դերեր կան, աստվածներ կան, թագավորներ կան, բայց մեր բաշտածը դերերու դերն է, թագավորներու թագավորն է, աստվածներու աստվածն է։ Դեր Հիսուս 82-րդ Սամոսը գմեջբեր է եւ գսե որ հոն աստված գսե ես սի դուք բոլորդ աստուծո բարձիալի որդիներն եք, դուք աստվածներ եք։ Ուրեմն աստուծո համար խնդիր չունի աստվածները ստեղծելու։ Աստուծո համար խնդիր չէ դերեր ունենանք մենք։ Եկեղեցական բոլոր աստիճանները իրենց արջև դեր դիդղոս ունե։ Դեր սարգավակ, դեր հայր, հոգեշնորհ դեր, հայ սուրբ, քերաշնորհ դեր, չդեմ ինչ, եպիսկոպոս։ Ուրեմն այս դերը մենք կավելցնենք եւ խնդիր չունենք։ Եվ որ հրավիրակիր գուարգենք, դեր և դիգին գսենք, աստված խնդիր չունի, բայց պետք է մարդը հասկնա, որ այս բոլոր դերերը իրենց դիրությունը գարնեն մեկ դիրոճմը, բոլոր թագավորությունները իրենց իշխանությունը գարնեն իրմը, բոլոր հայրերը իրենց հայրությունը գարնեն այդ միակ հորմը, ուրեմն ասոր գիտակցությունը մեր վերաթարցն է։ Պիտուսեք, որ այս ինչ հաջույք է աստուծո բեսուլալ։ Ուրեմն երաժշտութենեն հասկացողները գիտեն խումբի անունը Beatles 60-ական թվականներուն, 70 թվականներուն տակնուրային երիտասարդները այդպես բաշտելու սկսան իրենց, ուրեմն իրենց հիմնադիրներն եւ այդ երկերի քրողներն Ջոն Լենոնը 1966-ին հարցազրույց մտված է ամերիկյան բարբերաթերթին հոն գսե որ ինքը քրիստոնեությունը գրոնքները հայտնի են որ պիտի վերջանան հիմա մենք ենք արչև այսօր մենք Քրիստոսից ավելի հռչակավոր ենք ուրեմն Քրիստոսից ավելի հռչակավոր լալ ինչ ավոր հաճույք է չէ անորամար բոլոր երիտասարդները երկի չլալ գուզեն ամենուն միտքեն գուքա որ մարդիկ լան եւ ծափարեն իրեն ուրեմն մեր մեջը այդ մեծությունը գրնանք հակեցնալ գամ աստուծմով աստուծո հետ միանալով գամալ առանցինն ստանցնելով այդ փառքն ու բադիվը մեր անձին վրա, մեր անձին մեջ եւ մեր կարողությունները չհասկանալ, որ աստուծո մեզի շնորհված է, մենք կքողնանք այդ բոլորը եւ մենք մերինը կդարձնենք։ Արտաքսման գիրագին մեզի գսե, որ մարդը արտաքսված է դրախտից, բայց մարդը բոլոր շնորհներից արտաքսված չէ։ Եթե աստուծո արքայությունը դրախտը նմանցնենք մեծ դունի, մարդը արտաքսված է փագին։ Այսինքն մենք սավարգյանին դրախտի փագին մեջ ենք։ Այդ փագնալ թուրմը ունի։ Եթե հոնդերեն թուրս ելենք, անիկա թժողքի թուրն է։ Բայց փագին մեջ ենք, Աստված վտարած է եւ փագին մեջ ասած է մեզ որ նստեցեք, մտածեցեք, որոշումը տվեք։ Դուրս պիտի ելեք կդարերաբես, թե ներս պիտի մտնեք։ Անորամար Հովանես Մգրտիչյան սկսյալ։ Դեր Հիսուս Քրիստոս առաքյալները եւ իր եկեղեցին մինչեւ այսօր Աստուծո արքայությունը կկարողացե։ Մարդուն հիմնական նպատակը արտաքսված այդ արքայության ետ դառնալն է։ Ետ մտնելն է։ Մենք չենք գիտեր, բայց այս պրոցեսը հրեշտակներու համար լրացած է։ Հրեշտակներու մեջ ալ խնդիրներ բադահած են,
լուսապերը քրեստակաբետներն մեկը քերոփեմը Աստուծո արքայության մեջ այս հարցումը հարցուցած է այս աստվածանալու քաղափարը մտցուցած է եւ ասած է որ եթե մենք մեր ես աստվածացնենք մենք մեր ուզածը ունենք ավելի երջանիկ կլինենք ավելի շահապերենք պետք է մեր լուծը նետենք Աստուծո եւ Աստուծո օրենքները եւ մենք ազատ պետք է լինենք ազատությունը մեր անձը Աստուծո անձին թիմած ցնելն է եւ հայտնության քիրքին համաձայն քրեստակներու 1/3-ը քրավիչ կդանասիգա եւ աբստամբեցան իրենց թրույթները հաստատեցին եւ Աստվածալ իրենց այս շարժումը շատ թանկագին կդավ որովհետեւ իրենք հարցում ունին իրավես եւ այսիգա մեր բոլորին համար է քրեստակներուն համար ինչը ավելի թանկագիներ եւ կարեւոր է Աստուծո հետ միանալ թե Աստուծո փրթելով առանցինն եսեր էություններ ունենալ եւ վիճապանությունը շարունակված է երկինքի մեջ եւ ինչ եղած է չեն գիտեր բայց որոշ ժամանակ հետո բոլոր քրեստակներու գամքը գայունացած է ֆիքս եղած է այսինքն ինգածները ինգած են մնացածները մնացած են այլևս ինգածները իրենց կամքը չեն գնար փոխել Աստուծո հնազանդ եղողներն ալ իրենց կամքը չեն փոխել եւ հիմա մենք մարդկային ցեղը այս վիճակին մեջ ենք ըստ Սուրբ Գիրքի մեր կյանքի նպատակը մեր կյանքի իդեալը սա է գիտեմ շատ փիլիսոփաներ գխոսին աստվածապաններ գխոսին բայց աստվածաշունչի համաձայն մեր երկրավոր կյանքի նպատակը Աստուծո հետ վիճելն է Աստուծո հետ վիճել եւ որոշելն է Աստվածաշունչը գսե որ լավ վիճապան է Աստծո հետ անոր օրենքներու հետ լավ վիճապան է դասկած է բայց հետո ի վերջո որոշ է փամը Բիդի հավատաս եւ բիդի հնազանդիս Թուն հավատարիմ քրեստակներու գարքին բիդի անցնիս թե աբստամբող քրեստակներու բայց լավ մտածը որովհետեւ փագին մեջ ես տակավին շնորհքներ ունես եւ այս շնորհքներ ունեցած ժամանակ գրնաս մեկ կողմ տնել Աստված եւ քու գամ կտվայելել բայց վերջ պիտի գտնեմ Մարդու մեկը 20-րդ հարգեն վարիչերը գինա 10-րդ հարգեն անցածադենը բարեկամը գսե ոնց ես ինգո մարդը գսե որ հիմա գույմա լավ եմ հիմա գույմա խնդիր չկա հիմա մենք ալ այդպես գինանք անգումի մեջ ենք դեմը պետք է փռնենք որպես այդ անգումը գեցնենք այդ է դեր Հիսուս Քրիստոսի խաչն է որ անոր պիտի փռնենք եւ այդ անգումը պիտի գնա պիտի գեցնենք եւ հետո վեր պիտի մաքրցենք այս աշխարհը քակաթը Աստուծո արքայությունը գտնվող վառնալ թժող եղող այդպես լերմն է եւ մենք մեջտեղն ենք վեր ալգնանք բարձրանալ որ դժվար է վար ալգնանք իջնալ որ ընթարցակ է ճամփան Անոր որոշումին համար գտնվին քոս Թուք ասիգա մտածելու համար խորհրդածելու համար եկակ եկեցին Այսօր համար Աստվածաշունչ կգարտանք եւ շարունակ գուցենք մեր գամքը հարմարացնել Աստուծո գամքին եւ գտեսնենք որ ասիգա այնքանալ թյուրին կորցու չէ Հետևաբար մարդկային ցեղի պատմությունը սաբես գսկսի Աստված իր գամքը հայտնեց եւ մենք ասենք ոչ Հետո Աստուծո որդին եկավ մարմնացավ մարդ եղավ մեզի համար խաչին վրա ըսավ ցերքերուտ մեջ կավանտեմ իմ հոգիս եւ վերջին շունչը դվավ Ուրեմն դեր Հիսուս կսորվեցնե մեզ որպես մենք քու ցերքերուտ կհանցնեմ իմ հոգիս ըսելու բայց ոչ թե մահվան բարակային ամեն օր
ամեն օր պետք է մենք մեզի հարց տանք ընդգնթունենք մեր դիրոջ մեծությունը թասարանի մեջ ուսուցիչը այդ թասարանի Աստվածն է աշակերտները այդպես կնային ամեն ինչ կնե հետո թուրը կփածվի դնորենը կմտնե մեկ ոտքի գելլե ուսուցիչը իր ջակատը կգոչղե ամեն հարկանքը ցույց կտա հետո անոր յետևեն գրթության նախարարը կմտնե այս անգամ դնորենը պատրաստի կանցնի անոր յետևեն նախագահը գուկա ամենը մեծ հարկանքով գկեցվի ուրեմն սիրելիներ մենք հարկել գիտենք մարդը իշխանությունը հարկել գիտենք հիմա Աստվածաշունչը մեզ գծե որ քու սենյագիտ մեջ քու ցանկիտ մեջ Աստված պիտի մտնե Աստված մտած է պետք է այդ հարկանքը իրեն պետք է ցույց տաս անոր խոսքերուն արչև պետք է խոնարհիս Աստվածած սիրությունը մեզի փրկելու համար չի բավեր Հնազանդություն եւ հավատարիմ պետք է անոր մասնակցի այն ադեն մենք աբահով չետնի վրա գտնվենք հետևաբար պետք է մեր մեջը Քրիստոսը առնենք եթե Քրիստոսը արածես ինչպես պիտի հասկանաս որ արեր ես թե ոչ դերը գսե թրան արչև գգենամ քու սիրտի թրան արչև եւ գտագեմ թուրը եթե մեկը փանա ես ներս պիտի մտնեմ եւ անոր հետ ընթրիք պիտի ունենք երբ որ մեր ցանկեն ներս Աստված կմտնե անգե ավելի մեծություն չմնար ավելի թանկագին բամը չմնար մենք Ադամ եւ Եվային կորձած սխալը չենք ներ գսենք որ ամենեն թանկագինն է այդ իմ ցանկիս ամենեն մեծ հարստությունն է իմ դերս է փրկիչս է Աստվածս է պետք եղած հարկանքը միշտ պիտի ցույց տամ ուրիշներ տեսնեն կամ չտեսնեն եւ այսպեսով մենք արտաքսման անգումին թարմանումը գտնելու կսկսենք Երանի անոնք որոնք իրենց վերջին խոսքը Աստուծո գսեն սերքերուտ մեջ կավանթեմ իմ հոգիս եւ Երանի անոնց որ ամեն գիշեր քունին մտած ադենը այդպես գսեն սերքերուտ մեջ կավանթեմ իմ հոգիս եւ այդ վարժությամբ մենք կապրինք մեր հավատացյալի կյանքը ուրեմն սիրելիներ իմ այս քարոզես սեր արներիկ թասը այն պետք է լավ որ Թուք ցեզի հարցուցեք Աստուծո մե ավելի թանկագին Աստուծո արքայութենեն ավելի թանկագին Հավիտենական կյանքեն ավելի թանկագին ինչ ունիմ մի ասար որ չունիմ Եթե չունենայինք մենք այսօր հրեշտակներ գլայինք արդեն Եվ մեր յետև հրեշտակը թևեր գելներ Մովսես մարգարեի պես մեր երեսը կփայլեր լույսերու մեջ Մենք ունենք Ադամ եւ Եվայի պես Աստուծո արքայութենեն թրախտից ավելի թանկագին բաներ ներկայիս պետք է անիկա գտնենք մեծ բախքը արիթ է որբեսի քիչ մը զսպենք մենք մեզի եւ Աստուծո եղած մեր սերը ցուցաբերենք մեր ձոմով բախքով ավետարանի Աստվածաշունչի ընթերցումներով ավելի շատ ժամանակ տրամադրելով աղոթքի պետք է խուզարգենք մեր մեջը եւ հասկանանք որ մեր մեջը Աստուծո խոսքերեն չախորժող բան մգա մենք Աստված շատ կսիրենք բայց մարդկային պատմությունը մեզ ցույց կտա որ մարդը Աստուծո խոսքերով Աստուծո հրամաններով խնդիր ունի այդ խնդիրը պետք է տեսնենք մենք մեր էության մեջ եւ այդ խնդիրը լուծելու պետք է ճանանք այո սիրելիներ դեր օրհնե ծեր բոլորը այն իմաստությունը դա մեզի որովհետեւ մենք զանազանենք մեր հավատքի մեզի հրամցուցած այդ արժեքները եւ ժամանակին դեր դառնանք